Իդեպ վերջից սկսեմ եռագլուխ բառը երևի շփոթել եք, գոնե պետք է ասեք բազմագլուխ, որովհետև ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում ճնշող մեծամասնությանը հասարակության դարձնել ընդդիմադիր, եւ եթե այդ ճնշող մեծամասնությունը դուք հայտարարում եք, որ պատերազմի կուսակցության անդամներ են, ուրեմն փոխեք այդ թիվը, շատացրեք, ես հասկանում եմ, որ միագլուխ կործանման բերած, աղետներ բերած ուժին փորձում եք իբր այսպես քանակական բաներ առաջ բերել, թվեր ներկայացնել, իրականությունը ցավոք սրտի այդպես չէ, պատերազմ բերողներ եք դուք, պատերազմ բերացնել եք դուք, աղետներ բերացնել եք դուք, կորուստներ բերացնել եք դուք եւ շարունակաբար բերելու եք դա, եթե դուք մնաք իշխանության։ Սիրելի հայրենակիցներին, ձեռքում է այս կառավարության ծրագիրը եւ զեկույցները, այստեղ միակ բանը, որ նման է այս բոլոր գրքույկներն իրար, այս գույներն է, որ տրենդային գույն է, անդրացիտ եւ կապտամանուշակագույնին խփող, ուրիշ ոչ մի նմանություն չկա այս փաստաթղթերի մեջ, ոչ ծրագիրն է անպատասխանում է զեկույցներին, ոչ անգամ զեկույցներից յուրաքանչյուրի տարվա զեկույցն է անպատասխանում հաջորդ տարվա զեկույցներին։ Եթե ուշադիր կարդա հայ ընթերցող այս զեկույցները, ուրեմն սկզբում կտեսնի հերոս Սասունցի Դավիթի կերպարի մեջ մտած մի կառավարություն եւ նրա ղեկավար, որը հայ ժողովրդին բարեկեցություն, երջանկություն, հզորություն, արտաքին ազդեցությունից նվազեցումներ է բերում։ Կկարդա հաջորդ տարվա զեկույցը, որտեղ արդեն Սասունցի Դավթի կերպար ստացած վերցրած անձը կդառնա արդեն խիստ կրոնավոր, հավատացյալ եւ հոգեվոր առաջնորդություն կվերցնի։ Հաջորդ տարվա զեկույցում արդեն ընկճված, պարտված, հանձնվողի հոգեբանությամբ մի կերպարի կհանդիպի, իսկ վերջում, քանի որ մոտենալու է նոր խաբելու ժամանակահատվածը, կհանդիպի նորից զենք զրա հակած, բայց այս անգամ ոչ թե պատերազմի, այլ քաղաքացու առօրյա կյանքի համար զենք զրա հակած մի կերպարի։ Իրականում այս բոլորը հենց քաղաքական հրեշի իրական նկարագրություն է, որովհետև միայն հրեշը կարող է այսպես կերպարանափոխվել, նա չի կարող իր նախորդ օրը ասածը գլխի վրա շուռ տված ներկայացնի հաջորդ օրը, նա չի կարող մեկ ժամ առաջ ասածը գլխի վրա շուռ տված ներկայացնի այսօրը, իսկ իրականում մենք ունենք արձանագրված արդյունքներ, որոնք ցավոք սրտի մեր հասարակությանը, մեր ժողովրդին լավ բան չի խոստանում։ Մենք ունենք այս տարիների կառավարման հետևանքով խորը հիասթափություն, հասարակության մեջ ատելության մթնոլորտի գեր դոզավորում, ատելություն անգամ ընտանիքի միևնույն անդամների միջև, ատելություն հասարակության տարբեր խմբերի ու խավերի միջև, ատելություն անգամ պետական հաստատությունների եւ քաղաքացիների միջև։ Եվ այս ատելությունը սերմանվել է մեկ նպատակով, ամեն գնով եւ ամեն ձևով մնալ իշխանական աթոռներին։ Պետականության ինստիտուտները եւ պետական իշխանությունը վարկաբեկելու դժվար թե գտնվի որևէ այլ ժամանակահատված։ Եվ դրա մի օրինակ էլ մենք երեք ականատեսել ենք այստեղ, երբ որ հարց ու պատասխանի ժամանակ, այստեղ ելույթների ժամանակ կառավարության անդամների կողմից այնպես է խոսվում Գյումրի համայնքի մասին, կարծեք թե այդ համայնքը օտար համայնք է եւ կառավարությունն է վերցրել կառավարում իր ձեռքը եւ իրականացնում է ծրագրեր։ Դուք դրանով վստահեցնում եմ ատում եք եւ վարկաբեկում եք պետական իշխանությունը։ Պետական իշխանությունը, հանրային իշխանությունը մենակ կառավարությունը չի, տեղական ինքնակառավարումն է։ Ես հասկանում եմ, որ ձեր կոկորտին է մնում այն համայնքներում հաջողությունները, երբ որ ընդդիմությունը ստանում է
ընտրական գործընթացում եւ ամեն ինչ անում եք, որպես այդ համայնքներում ճնշեք, նվաստացնեք, ստորացնեք հաղթող քաղաքական ուժերին ու նրանց ներկայացուցիչներին, բայց այդ համայնքում մենակ տեղական իշխանությունը չի, այդ համայնքում բնակչությունն է, հարգեք գոնե այդ մարդկանց ընտրության արդյունքները, այդ մարդկանց ընտրությունը, դուք ինչ եք անում այստեղ ճղում եք ձեր բաճկոնները, թե Գյումրիում չկա մի ծրագիր, որտեղ կառավարությունը չանի, կարծեք ձեր գրպաններով եք անում, ձեր գրպանի պարունակությամբ եք անում, բա հանրության փողն է, բայց հանրության փողն է, պետք է հանրության վրա ծախսեք, ուրիշ բան որ պետք է գնահատենք, որքանով եք արդյունավետ անում, այստեղ դուք ոչ միայն արդյունավետ չեք անում, դուք խայտառակ անարդյունավետ եք անում, խայտառակ, եւ եթե որոշակի դրական ցուցանիշներ կա ու փորձում եք դա բազմապատկելով ներկայացնել, թե հայ հարայ ժողովուրդ ձեր երջանկությունը եկավ, դա այդպես չէ, ժողովրդի երջանկությունը միայն այն ցուցանիշները չեն, որ այդտեղից հրապարակվում են եւ տակը դատարկություն է, ամենացայտուն համեմատությունը կարող է բերվել այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը եւ ձեզանից շատերը խոսում էին Արցախի ժողովրդին ամենաշատ ուշադրություն, ամենաշատ ֆինանսական հատկացումներ իրականացրած կառավարության մասին էին խոսում, բայց արդյունքը ինչ է, արդյունքը ցեղասպանված, տեղահանված մի ողջ ժողովուրդ, արդյունքը մատաղացու գարին մորթելուց առաջ տրված հավելումներն են, արդյունքը որն է, հլը հարցրեք արցախցիներին երջանիկ են իրենք, այն որ անընդհատ եւ ամեն օր հետևողականորեն վիրավորում եք, անպատվում եք մարդկանց արժանապատվությունը, թե ազգային, թե իրենց ամբողջ կենսագրությունը, եւ այս ամենը գալիս է հաստատելու մեկ բան, իրականում դուք վարկաբեկել եք պետական իշխանությունը եւ այդ վարկաբեկումը ցավոք սրտի շարունակվում է եւ քանի գնում է նաեւ ցավոք ազգային ժողովն է իջնում շատ ցածր մակարդակի վրա, իհարկե դուք հակադարձություններ կանեք, կվիրավորեք, կմեղադրեք, դա ձեր ոճն է, դա ձեր էությունն է, դուք միայն այդպես կարող եք հասարակությունից հերթական անգամ խապելով, մանիպուլացնելով փորձեք ձայներ վերցնել, իսկ իրականությունը շատ ավելի խորը եւ շատ ավելի ծավալուն է, որտեղ վստահեցնում եմ ձեր վարկագիծը մերժմանը արժանանալու։ Մի քանի ցուցանիշ էլ այս 5 տարիների կտրվածքով դուք խոստանում եք փոքր ու միջին բիզնեսի մասնաբաժինը հնայում հասնել 55%-ի։ Շատ հրաշալի թիրախ, հրաշալի, որովհետև փոքր ու միջին բիզնեսը ցանկացած երկրի զարգացման ողնաշարն է։ Ունենք 20%-ից ավելի թերակատարում։ Եվ հիմա թիրախավորում եք քաղաքական ուժերին, ովքեր որ այս նպատակը դրած իրանց առաջ նախընտրական քարոզություն են իրականացնում։ Հիմնել 3 արդյունաբերական գոտի, քանի գոտի է ստեղծված, 0, կամ ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրության բոլոր մարզերում, 0, դե համարել այսօր գյուղացիական տնտեսություններն ու գյուղացիների մասով ելել եք ինչ-որ հեքիաթներ եք ներկայացնում, այս հենց աջակցության ծրագիր ունենք, սա ձեր խոստումներն են, օդից չեմ վերցրել։ Վերջում ավարտելով իմ խոսքը ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին ու այն վիրավորանքներին, որ դուք Նիկոլ Փաշինյանը եւ ձեզանից ոմանք անձնական բնույթի վիրավորանքներ եք հասցնում նախընտրական շրջանում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Դուք ինչ եք դրանով ուզում անեք, էլի։ Ասենք դուք իշխանություն եք։ Հանրությանը ինչ եք ուզում փոխանցեք, որ այս երկիրը պիտի շարժվի ատելության ու վիրավորանքների միջոցով։ Դուք այնքան թույլ եք, որ թե Սամվել Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե Գագիկ Ծառուկյանից եք թույլ, էլ չասեմ Ռոբերտ Քոչարյանից, էլ չասեմ բոլոր այն տեխնացուներից, որոնք որ ընդդիմության ճակատում
պայքարում են ձեր դեմ, եւ այստեղ ներկայացնում եք մեղադրանք, մի հատ կողմնորոշվեք, էլի, նոր քիչ առաջ ասում եք դուք երագլուխ եք, հիմա էլ ասում եք, մի հատ հələ պարոն Մինասյան, ներկայացրեք, դուք ասելով նկատի բանը, Էլինար Վարդանյան նումը նկատի ունեք, մի հատ կողմնորոշվեք։ Ավարտեք։ Ավարտեցի։ Բայց ես գնահատում եմ ձեր գործընկերությունը, դուք ձեր ընկերներին եւ քաղաքական գործընկերներին պաշտպանում եք, դա գնահատելի է։